Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Այս մեր տարբեր խոսակցությունների մեջ մի կարևոր բան էինք բաց թողել, որը այսօր կլրացնենք, հատկապես որ հենց իրենց ընդդիմադիր հռչակած որոշ շրջանակներից էլ կարծես այդ թեման բացում են։ Բոլորս դիտեցինք երևի Հանրապետության հրապարակում այն մեծ գեղեցիկ շքեղ նավերը, որը պատրաստել էր մեզ համար քաղաքապետարանը։ Այսինքն կարևորել էր ամանորյա շունչը, կարևորել էր ամանորյա տոնական տրամադրությունները եւ դրա վրա ծախսել, եթե չեմ սխալվում, 600 միլիոն դրամ։ Եթե չեմ սխալվում։ Ինչը արժի երեխաների համար, всё хорошее детям, ինչպես ասում են։ Այո, նման շքեղ զարդարանք եւ բացման արարողության համար 600 միլիոն դրամը շատ բարեխիղճ ձևով էր ծախսված, դա տեսանելի էր։ Դժվար թե գտնենք ինչ-որ կետ, հատված, որտեղ ասենք, ուրեմն փող են կերել, լափել են։ Ուրեմն շատ գեղեցիկ էր, հիասքանչ էր, ես կասեի, եւ շատ զբոսաշրջիկներ նույնպես ուղղակի ապշած են ու տարածում են ամենատարբեր նյութեր, ինչը մեր պետության ճանաչողության վրա շատ դրական ազդեցություն է թողնում։ Առհասարակ նման միջոցառումները Հայաստանի նման երկրները փորձում են հնարավորինս լավ ներկայացնել։ Ինչն է այստեղ խնդիրը։ Ուրեմն ես տեսնում եմ մի ընդդիմադիր կոչված գործիչ, ես իհարկե չեմ կարող սրա նմաններին քաղաքական գործիչ անվանել, որովհետև քաղաքականության մեջ մարդկանց սուր վիրավորելը մի քիչ խոսում է տվյալ քաղաքական գործի թուլությունների մասին։ Այնուամենայնիվ, անգամ անունը չեմ ցանկանա հնչեցնել, ներողամիտ կգտնվեք երևի, ճանաչված մեկը չի, բայց որոշակի քաղաքական շրջանների ներկայացուցիչ է։ Գրառում էր արել, թե ով է ավելի թուրք Նիկոլը, թե չգիտեմ ինչ-որ սս մի հատ գրառում էր արել։ Ու ասացի մի հատ տեսնեմ, հələ այս մարդը հեչ ինչով է զբաղված վերջին օրերին, շատ նման ապուշ գրառումներ անում, որովհետև առհասարակ աշխարհում վաղուց այդպես չեն աշխատում, էլի ազգություններ բնորոշելով եւ այլն, բազմիցս դրա մասին մանրամասնել եմ, թե ինչու։ Այո, մեր թշնամանքն է, որը կարող ենք հանգիստ պահել մեր մեջ, մեր պետությունը զարգացնել, երբ որ անհրաժեշտ լինի, դա մահակի նման կօգտագործենք կամ չէ։ Դա արդեն սերունդներն էլ կորոշեն։ Մենք կրողն ենք այդ ամեն ինչի։ Բայց դրա մասին համացանցում անընդհատ խոսել, դա խոսում է մեր հետամնացության մասին, եւ առավել եւս, քանի որ մոնիտորինգի տակ գտնվող երկիր եւ պետություն ենք, դա ազգայնական բաներ են, որը որ աշխարհը չի ընդունում։ Կարող է ոչ թե ազգայինը չի ընդունում, այլ ազգայնական, ծայրահեղ ազգայնական լինելը եւ այդ նացիստական դրսեւորումներով հանդես գալը։ Բնական է, չէ՞ որ չի ընդունում։ Ուրեմն բացում եմ այս անձնավորության էջը, տեսնում եմ, որ բանի այդ Եղևնու լույսերի վառման եւ այդ միջոցառման ժամանակ երեխայի հետ գտնվել է հրապարակում եւ ինչքան երջանիկ է երեխան։ Հիմա հարց եմ ուզում տամ, էլի, սրա նման մտածողներին։ Մի կողմից վայելում եք Նիկոլ Փաշինյանի կամ Ավինյանի կամ այսօրվա իշխանության դրական ելևէջները, երանգները, մյուս կողմից ինչ-որ հենց բացում եք այս Facebook կոչեցյալը, հիշում եք, որ աշխարհում թուրք կա ու պետքա հայի թուրքի, հայերի մեջ թուրք փնտրել, ես իմ թուրքերի մեջ հայ փնտրել, սկսում եք մտնել այդ ճղճիմ գործընթացի մեջ։ Ինչի համար է դա։ Ինչի համ։ Ընդ որում հանկարծ չկարծեք, ես նստած եմ այստեղ նեղված եմ, որ հանկարծ այդպեսի բնորոշում եմ։ Ես նեղված եմ որպես քաղաքացի, որ մինչև այսօր մեր մեջ այդ աբորիգենիզմը կա։ Եթե այլ ձևով բանը այլ վիրավորանք հասցրածներ շանտեղ չէի դնի։ Բայց երբ որ հայ թուրք ես բաներն է, իբր դու հային ես, էլի, հա, ասենք տենց, եթե դիմացինին ասում ես թուրք ու բարձվում է դու հայ ես։ Այս է տրամաբանությունը։ Ինձ դից հետաքրքիր է։ Բախի էր վայելում այդ ամեն ինչը։ Թուրքներ քեզ տենց գրավել, որ դու տենց վայելում էիր այդ ամեն ինչը։ Դուրս եկեք էլի այդ մեկին գումարած մեկ շրջանակից այդ պուճուրիկ մաթեմատիկական հաշվարկներից էլի դուրս եկեք, մի քիչ լայն փորձեք մտածել, նայել, դիտարկել ու գնահատականներ տալ։ Իհարկե նաև փորձարվեց փոքրիկ շարժվել, գիտեք, վերջին 4 տարիներին ամեն տարի նոր տարուն ընդդիմությունը մի փորձանք բերում էր գլխներից, որ անպայման նյարդայնացնի ու ամանորյա տրամադրություններ չհաղորդվեն հանրությանը գոնե առնվազն համացանցով,
Այս անգամ ոնց կարծես թե չի ստացվել, ճիշտ հակառակ, հազիվ ոնց որ վրաներս լույս է բացվում, փորձում ենք ինչ որ մոտենալ մեր ակունքներին, էլի։ Ու բայց այնտեղ կային 1-2 լրագրողներ, ովքեր ցենց իբր բացասական էին, էլի փորձում ներկայացնել։ Բա դուք գիտեք, որ սրա վրա 600 միլիոն դրամ է ծախսվել, կարելի էր չէ այդ գումարով այլ բան անել։ Շատ գումարներով է շատ այլ բաներ կարելի անել, բայց այդ այլ բաները, որ անում ես, ինչի համար ես անում։ Դարձյալ ժողովրդի, չէ՞։ Դարձյալ երեխաների, դարձյալ գեղեցիկ մի բանի, ճիշտ է։ Այն արվել է։ Արվել է, ինչ եք ուզում։ Ինչի համար եք էլի այտենց մոտենում, այլ բան ինչ, առաջարկ կա, ասենք օրինակ, ես այս լրագրողներին ասեմ հետևյալը, ամանորից առաջարկ ներկայացրեք, ասեք գիտեք ինչ, հարգելի կառավարություն, այ որ նախատեսում եք 600 միլիոն դրամ, հարգելի քաղաքապետարան, այ որ նախատեսում եք 600 միլիոն դրամ, այսքան $150,000, հա, 600 միլիոնը, չէ, մի րոպե, մի խոսքով, ծախս 1.5 միլիոն, լավ, 1.5 միլիոն դոլար, 600 միլիոն դրամ ծախսել այս շքեղ բաներին, մենք առաջարկում ենք այդ 600 միլիոն դրամով, այ այս բանը անեք եւ դա մենք կներկայացնենք որպես քաղաքապետարանի կողմից ամանորյա նվեր քաղաքացիներին, բնակիչներին Երևանի։ Ես հետաքրքիր կլիներ ինձ արդեն այդ բանավեճը տեսնել, դիսկուրսը, հետո դուք կգայիք հրապարակ, բնականաբար քաղաքապետարանը կմերժեր, դուք կգայիք հրապարակ, ասեք տեսեք, սիրելի քաղաքացիներ, հարցումը այլ կերպ կլիներ։ Կասեք, այ 600 միլիոն ծախսել են սրան, իսկ մենք առաջարկում ենք ծախսել սրան, դուք ինչ կասեք, որը կընտրեիք։ Այս սա կդառնար շատ ավելի հետաքրքիր ու առհասարակ մեր իրար հանդեպ այս որոշակի ատելությունները գիտեք ինչից է գալիս։ Քաղաքականության բացակայություն, քաղաքականության մասին գիտակցման բացակայությունից։ Մենք քաղաքականացված մարդ չենք։ Թվում է թե ամբողջը քաղաքականություն է, բայց չէ։ Հայաստանում քաղաքականություն երբեք չի եղել։ Ում օրոք է եղել քաղաքականություն։ Քոչարյանի, իսկ Քոչարյանը քաղաքական մարդ ջուր մնաց իր օրոք քաղաքականություն լինի։ Քոչարյանի օրոք գնդակահարվել է քաղաքականությունը։ Սերժի օրոք նույնպես գնդակահարվել է քաղաքականությունը։ Քաղաքականությունը նոր է սկսում ծավալվել։ Էն էլ էս նախկինները եկել մտել են դրա մեջ իրենց արյունոտ ձեռքերով փորձում են դարձնել խառնել, որովհետև գիտեն, եթե քաղաքական դաշտ ձևավորվի եւ քաղաքացիները սկսեն հասկանալ զանազանել քաղաքականությունը ամենատողությունից, այդ ժամանակ իրենց դերակատարումը առհասարակ կչեզոքանա։ Իրենք դա շատ լավ գիտեն ու ներկայանում են որպես քաղաքական գործիչներ, այն էլ ոչ ավել ոչ պակաս ընդդիմադիրներ ու սկսում չգիտես լալալուլուներ անել։ Ուրեմն ես օրերս գնացել էի Վանաձոր, գրառում եմ արել, անցնում էի ապարանով, շատ շքեղ զարդարանք էր, ինչի մասին գրառում արել էի, ցավոք սրտի քամին շուռ էր տվել ամեն ինչ, բայց ինչպես հասկացա եւ ինչպես տեսանյութերներն են փաստում, բնակիչներով, համայնքապետարանով, ով է ընդդիմություն, ով է չընդդիմություն, ով է իշխանություն, ով չի իշխանություն, բոլորով հավաքվել ու վերականգնում էին իրենց քաղաքի զարդարանքը։ Փառք ու պատիվ ապարանցիներին, ասեմ, որ ինձ մոտ տպավորություն է, որ ամենաբարձր ամանորյա տրամադրություններով, ամենայն միասնական ջիգարով ամանորը հենց ապարանում է նշվելու, որովհետև այդ տրամադրության առումով էլի, որովհետև բոլոր ապարանցիները գրեթե զբաղված են այս օրերին հոգատար ձևով իրենց քաղաքի տոնական տեսքը վերականգնելուն։ Սա միասնական աշխատանքն է։ Սա հոգատարությունն է, որը կիսվում է բոլորի մեջ։ Ես վստահ եմ պարզապես, որ ամենալավը ապարանում է ասել։ Այնպես որ ես կոչ կանեմ նաև ինչու ոչ, մարդիկ ովքեր սիրում են շրջել ամանորին եւ տարբեր վայրերում ժամանակ անցկացնել, ամենան ապարան։ Ես պարզապես վստահ եմ, որ տրամադրությունների առումով հատկապես խնդիր չի լինի։ Սա ինչ վերաբերվում էր ամանորին ու իրար վիրավորելու, անհիմն վիրավորելու, բայց մյուս կողմից էլ այդ ամեն ինչից օգտվելու բանին։ Հերթով գանք, ուրեմն, թիվ առաջին։ Կհիշեք, հատկապես 44-օրյա պատերազմից հետո
Չէ, կներեք, Արցախի շրջափակման հետո էթնիկ զտման շրջանում մի խոսքով այս ողջ ընթացքում պատտվում էր Սարխան ծածկանունով Սարգիս Գալստյանի անունը, ով դավաճանական գործունեություն էր ծավալել։ Ես հիմա կարդամ տեքստը, նրա գործը կարծես արդեն փակված է, գտնվում է քրեակատարողական հիմնարկում, եւ սրանից ելնելով մի քանի բան լրացնենք։ Նրա ֆոտոն չարժի երևի տեղադրել էկրաններին, ժամանակին ցուցադրել եմ։ Սարխան ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսություն է իրականացրել Ադրբեջանի օգտին, մանրամասներ նրա գործից։ Շուշիի նախկին փոխքաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, եկեք նրա պաշտոնները փորձենք պատկերացնել, հա, Շուշիի նախկին փոխքաղաքապետ, Շուշին, որի կորստի համար բոլորս ենք զգում, որովհետեւ Շուշին ամենակարևոր դիրքն էր Արցախի եւ վերահսկում էր թե մայրաքաղաքը, թե ոչ տարածքը, եւ գիտենք, որ Շուշիի կռիվը առանձնակի, Շուշիի գրավումը թշնամիների կողմից շեշտակի ամեն բան փոխեց, բերեց արդեն նրան, որ շատ արագ պետք էր հրադադարի պայմանագիր ստորագրվեր, ամեն գնով, որոշակի գնով, նա այդ քաղաքի փոխքաղաքապետն է եղել։ Լեռնային Ղարաբաղի ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, այո, այնտեղ կար այդպիսի նախարարություն, ռազմահայրենասիրության նախարարություն էր կոչվում, այդ նախարարության աշխատակազմի ղեկավարն է եղել։ Ըստ էության այդ նախարարության երկրորդ մարդը շատ դեպքերում առաջին մարդը, որովհետև աշխատակազմի ղեկավարը կազմակերպելով աշխատանքները, նաև դրանով բանա ուղղություն կարա տա, թե նախարարը որ կողմի վրա շեշտերը դնի եւ այլն։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԱԾ հետախուզության սպա, նույն ինքը Սարգիս Գալստյանը, Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով պատիժն արդեն կրում է Արթիկի բանտում։ Գալստյանի գործով դատական որոշումն ուժի մեջ է մտնել նախորդ ամիս, եւ նա օրերս տեղափոխվել է Պատժի կրման վայր, այս մասին գրում է Ազատությունը։ Նախ առաջին ատյանի, ապա վերաքննիչ դատարանները ապացուցված են համարել, որ Սարխան ծածկանունով Սարգիս Գալստյանը 2018-ից սկսած բարձր պաշտոններ զբաղեցնելով տարիներ շարունակ լրտեսություն է իրականացնել Ադրբեջանի օգտին։ Դատական գործի նյութերի համաձայն Գալստյանը 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի հետ, ումից էլ ստացել է լրտեսություն կատարելու հանձնարարություն։ Նոյեմբերին 2020 թվականի։ Գալստյանը տվել է իր համաձայնությունը, այդ կերպ հավաքագրվել է հետախուզական ծառայության կողմից, որից հետո էլ ստացել է ադրբեջանական Սարխան ծածկանունը։ Ավելի քան 1 տարի տևած դատավարության նյութերից տեղեկանում ենք, որ Գալստյանը 2020-ից 23 թվականների ընթացքում հավաքել եւ WhatsApp-ի ու բջջային այլ հավելվածների օգնությամբ նամակագրության զանգերի միջոցով հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության կարիքների, անգամ սննդի առկայության մասին տեղեկություններ, նաեւ թե ինչ տրամադրություններ կան արցախահայերի շրջանում։ Գալստյանը ըստ գործի նյութերի նաև մանրամասներ է փոխանցել Ղարաբաղյան հարցի կապակցությամբ Հայաստանի եւ Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, նրանց միջև եղած հակասությունների մասին։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության զինվածության, հնարավոր դիմադրության եւ նման բնույթի այլ տեղեկություններ։ Գալստյանի լրտես լինելու մասին խոսակցությունները Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ հայաթափումից հետո նա որոշեց կնոջ Մարգարիտայի հետ մնալ Ստեփանակերտում։ Սրա մասին մենք խոսել ենք, 23 թվին էլ ենք խոսել, ու գիտենք, որ այսպես թե այնպես նա իր պատժին արժանանալու է։ Բայց լավ, ինչով է այս թեման հիմա նորից արդիական ու հետաքրքիր, ասեմ։
Սարխան մականունով է Սարգիս Գալստյանը ես խոստանում եմ առաջիկայում կգտնեմ այդ նկարները, սկրինշոթերը ու անպայման կտարածեմ հանդիսանում էր Հայաստան դաշինքի անդամ Քոչարյան Ռոբերտ դաշնակցություն այդ որ տենց հայրենասիրական ճառեր է արտասանում այդ որ անմիջապես առանց թույլ տալու որ նման թեմաները ջրի երես դուրս գան Հայաստանում դավաճաններ եք փնտրում այն Մետաքսյա Սիմոնյաններ եւ այլոք Արցախից եկած Շահրամանյաններ եւ այլն այս ամեն ինչը դուք շատ լավ գիտեք ու հակադրվում եք Հայաստանի հետ ու այսօր դուրս եք եկել խոսում եք թե Արցախը ով էթնիկ զտման ենթարկեց ով է մեղավոր ինչու՞մ է մեղավոր դուք մի ուժի ներկայացուցիչներ եք նույն Սարխանի հետ այս Սարգիս Գալստյանի հետ ու ձեր գնահատականը այս մասով չի լսվել մեկ երկրորդ այդ ժամանակ կծկտուր արդարացումներ փորձել եք անել թե դատարանը անմեղության կարգավարկած դատարանը դեռ կասի եւ այլն եւ այսպես շարունակ ես կգտնեմ այդ նկարը այդ ժամանակներից իր Facebook-յան էջից ու կտեղադրեմ համացանցում ուշադիր կլինեք հետևում Հայաստան դաշինքի գրառումն է այդ ձեր սլակով նախընտրական 21 թվականին դուք սրա հետ եք գնացել ընտրության այս սրա հետ գնացել եք ընտրությունների ու ամենավատը գիտեք որն էր որ մի քանի տեղ իմ մեկնաբանություններում սա ու սրա նմանները ինձ որակում էին որպես թրքաբարոյ չգիտեմ ինչ ինձ թուրք էին ասում ինձ վիրավորում էին իբր իրանք հայերն ու հայրենասերներն էին խնդրեմ ժամանակը պարզեց թե ով էր իմիջայլոց ես աչքովս ընկավ երեք այսօր էլ ոնց որ թե այդ երիթևը դաշնակների այնտեղ մի քանի խառը մարդիկ բան իբր ակցիա են իրականացնում ազատություն քաղբանտարկյալներին ես կխնդրեմ եւ կպահանջեմ որպեսի ձեր ցուցակում եղած ձեզ ակտիվորեն սատարող Սարխանի նկարը նույնպես փակցնեք տախտակին ու բապահեք ձեր գլխավերևում նրան նույնպես բնութագրելով քաղբանտարկյալ ինչի չեք անում այդ նկարները որ պահել եք ձեր գլխավերևում կարող ենք իմանալ նրանցից որ մեկը ինչու է համարվում քաղբանտարկյալ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան ու հավատացեք քանի որ չլինելու այդ բանը արդյունքը ձերը չի դա իմն է ու ինձ նման քաղաքացիներինը որովհետև մենք փորձում ենք քաղաքացիներով ստեղծել այնպիսի պետություն այնպիսի պայմաններով այնպիսի քաղաքական գործիչներով որտեղ որ բացառվի քաղբանտարկյալների գոյությունը Իսկ դուք պարզապես ենթադրյալ հանցագործների նկարներ եք ձեր գլխավերևում պահել ու պտտվում Սարխանինն էլ պահեք ձեր օնքականը Սա այս գործերին լինելով Շահրամանյան դու եղել ես ԱԱԾ պետը Այս ինչ բաց թողում է, սա պատահականություն է, թե դիտավորություն, պարոն Շահրամանյան, դեռ Արտուր Խաչատրյանն էլ երեկ կանգնած ազգային ժողովում, ասում է, այդ 250 միլիոնով որ պարտքով վերցնում եք, բանա, արցախցիներին բնակապահովման համար, գուցե մի հատ Արցախի իշխանությունների հետ խորհրդակցեք, Նս գյոզերով Արցախի իշխանություն է լեգիտիմացնում էլի ազգային ժողովում լուրջ ես խոսում ապեր Սրանք են իշխանությունները ինչ իշխանություն
Ով է իշխանությունը։ Նրանց թե պահպանման ժամկետը, թե ամեն ինչը վաղուց անցել ու լրացել է հանգիստ եղիր, իսկ հեղաշրջումով եկածներն էլ լեգիտիմ չեն։ Արցախի իշխանություն չի ունեցել այն օրվանից, երբ որ Արայիկ Հարությունյանը դեռևս դուրս եկավ աշխատասենյակից ու նստեց վրանում։ Հասկացանք իրար։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Ահա թե ինչ էին բերելու նրանք մեր գլխին։ Դուք պատկերացնում եք, եթե 21 թվականին հանկարծ կարողանային իշխանափոխություն անել կամ ընտրությունների արդյունքում հաղթել։ Սարխանները հայտնվում էին Հայաստանի բանում, կառավարության շենքում, ու եկեք 3 անգամից գուշակենք, թե ինչպիսին էր լինելու այսօրվա մեր հալը։ Իսկ սրանք դիտավորյալ այդպես մարդկանց, չգիտես ինչի անընդհատ մոռացնում են, որովհետև իրենց ձեռ չի տալիս, որ եթե եղել են այս տեսակ դավաճաններ, ապա ստացվում է, որ պատերազմը այլ ելք չէր կարող ունենալ, չէր կարող պարզապես ունենալ։ Այդ դեպքում ստացվում է, որ իշխանությունները մեծ հաշվով իրենց անելիքը արել են, բայց այնտեղ դավաճանական պրոցեսներ են տեղի ունեցել։ Ընդ որում իրենց թիմակիցների կողմից, իրենց աշխատանքի նշանակածների կողմից, ում ոնց եք նշանակել աշխատանքի։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականը գիտեք դա ինչ պաշտոն է։ Այն էլ 120,000-անոց Արցախում։ Դա գիտեք ինչ պաշտոն է։ Բա խոսեք։ Սա եք դուք։ Սա եք բերել մեր գլխին։ Որովհետև ինքնուրույն էիք մնացել մի պահ։ Էդ չեք եղել։ Հայաստանում քանի հոգի եք բերել նստացրել պաշտոնների։ Դրա համար եք մղկտում, որ մեր անվտանգային համակարգը կտրվում է Ռուսաստանից, հետևաբար նաև Ադրբեջանից։ Դրանք միավոր են, ինձ համար միշտ են միավոր, ու որևիցե մեկը հիմնավոր պատճառ չի կարող բերել, թե ինչու ես պիտի Ռուսաստանին ու Ադրբեջանին առանձին դիտարկեմ։ Բացարձակ, որևիցե մի հիմնավոր պատճառ Ադրբեջանի ստեղծման փուչորից մինչև այսօր։ Ընկած Երևանում թուրք եք փնտրում, որ ասում էի թուրքը ձեր մեջ է, դուք եկել այստեղ թուրք եք փնտրում, մի հատ ձեր մեջ փնտրեք ու կգտնեք, այ դրա համար էի նաև ասում։ Սա ի՞նչ է։ Սա դեռ պարզվածն է, բայց ինչքան չպարզվածները կան։ Դրա համար արագ հանձնեցիք Արցախը, արխիվներն էլ վառեցիք, որպեսզի ոչ մի բան չերևա հանկարծ։ Բայց ոնց որ որոշ բաներ պահպանվել են, չէ՞, ու ոնց հասկանում եմ աչքի Սամվել Կարապետյանն էլ որոշակի թեմաների մեջ կա, այս բանկերի, փողերի եւ այլն, հա՞։ Կարող է դրա համար են 53 քննիչ առնվազն ձեր շեշտած տվով եմ ասում, այս գործին լծված, որպեսզի ամենայն մանրամասներով գործը քննվի։ Եսի՞մ։ Եկեք միասին գուշակենք։ Ուրեմն Եվրամիության հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է, ցանկից կարող եք հասկանալ ովքեր են կազմակերպում հիբրիդային հարձակումները։ Արայիկ Հարությունյան։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Facebook-յան իր էջում գրել է. ԵՄ-ն հայտարարել է, որ հիբրիդային հարձակումների դեմ աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին։ Այդ խնդրին այսօր բախվում են բոլոր երկրները ու ներդրվում են մեխանիզմներ դրան դիմակայելու համար։ ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է։ Նեղսրտածների ցանկից կարող եք հասկանալ ովքեր են կազմակերպում հիբրիդային հարձակումները եւ ովքեր են հիբրիդային գործիքները։ Իսկ ցանկը ես ձեզ կարող եմ մոտավորապես ասել։ Սկզբում շատ զգուշորեն փորձել, նայեք, սիրտերը կանգնում էր,
սիրտները կանգնել ես ռսամետ թևի, հակապետական թևի, հա, ռսամետ թև չասենք, հակապետական թև ասենք, այս հակապետական թևի սիրտը կանգնում էր, երբ որ Եմեն հայտարարեց, որ հիբրիդային հարձակումների դեմ աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին։ Բայց տեսեք ինչ է ստացվում, եթե մի անգամից սրա մասին խոսեին, դրանով ցույց կտային, որ այո, իրենք հանդիսանում են հիբրիդային պատերազմի գործիք եւ ուղղորդվում են արտաքին ուժերի կողմից։ Ուստի բայց չէին էլ կարող մեջները պահեն, ոնց, բա հիմա ամեն ինչ մեր ազնիվ ցեղը կորչելու է, զուր տեղը։ Ոնց ենք անելու, ինչ ենք անելու։ Այլ կերպ հանրությունը մեզ չի ընտրի։ Չէ՞։ Մտածում են դաշնական հանրապետականատաշիր սամոյականները։ Ես այս Թաթոյանը խառը բան ես։ Մի խոսքով էլ ես բոլորը միասին։ Ես դրանցից մեկի անունով որ տարածեմ, դուք ես բոլորին պատկերացրեք։ Բա ոնց ենք անելու, բա մի հատ չենք կարողանալու նորմալ տարածենք տարբեր fake լուրեր, չենք կարողանալու խափենք թե հեսա թուրքը գալիս է ադրբեջանցին մտնում է մեր տուն, չենք կարողանալու խափենք թե աշխարհը հեսա ասե Ռուսաստանը, ոչ մի բան չենք կարողանալու անենք։ Բա ոնց ենք ընտրվելու։ Փաստորեն չենք ընտրվելու։ Եվ այո, փաստորեն ոչ միայն չեք ընտրվելու, դեռ ձեր մասնակցությունն է մեծ հարցականի տակ լինելու։ Բայց ով Իշխան Սաղաթելյանը չդիմացավ։ Դուրս եկավ ու սկսեց հայտարարություններ անել։ Դրանով բացելով բոլորի խաղակարտերը։ Տեսեք։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Facebook-յան իր էջում գրում է. Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ եւ անթակույց միջամտություն է, որն ունի հստակ քաղաքական նպատակներ։ Տարբեր պատրվակներով հող նախապատրաստել նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու, ճնշելու կամ չեզոքացնելու համար։ Ազդել Հայաստանի քաղաքացիների ընտրական կամքի եւ նախընտրությունների վրա։ Փաստացի Եվրամիության ներկայացուցիչը հայտարարում է, որ ամենազգայուն փուլում միջամտելու է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ուղղակիորեն ազդելով իշխանության ձևավորման վրա, չհարգելով ՀՀ քաղաքացիների ինքնուրույն ընտրելու իրավունքը։ Սա արվում է բացահայտ եւ առանց քողարկման։ Մենք սա գնահատում ենք որպես ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ, որը կարող է լրջագույն հարված հասցնել Հայաստանի քաղաքական համակարգին ընդհանրապես, անկախ քաղաքական դիրքորոշումից։ Հենց նման հայտարարություններն են կանաչ լույս վառում ապօրինությունների, բռնությունների եւ քաղաքական հետապնդումների համար։ Ներողություն ժողովուրդ, չեմ լավանում, ինչ անեմ։ Այս վիրուսից զգուշ եղեք, կպնում էլ դուրս չի գալիս։ Ուստի կոչ ենք անում Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին հստակ եւ հրապարակային դիրքորոշում արտահայտել նման հայտարարությունների եւ գործընթացների վերաբերյալ, կանխելու մեր ներքին գործերին միջամտությունները, հնարավոր ճնշումները, բռնությունները եւ քաղաքացիների կամքի խեղաթյուրման փորձերը։ Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է եւ որևէ արտաքին միջամտություն ուղիղ հարված է մեր ինքնիշխանությանը։ Վայ իշխան, վայ։ Տես, ապեր։ Ինչ է նշանակում հիբրիդային պատերազմի դեմն առնել։ Չի կարող միջազգային հանրությունը, Եվրամիությունը, որը բաղկացած է տարբեր երկրների ներկայացուցիչներից եւ նրանք էլ իրար դեմ ունեն ամենատարբեր բաները, ասենք անհամաձայնությունները, ընդհանրությունները, առանձնահատկությունները, բոլորով միասին գումար հատկացնեն, այդ գումարը որ դուրս է գալիս, թուղթ է գրվում, չէ՞ ինչի համար է դուրս գալիս, ու գրվում է հիմքերը դրա, հիմքերը։ Մինչև չլինի լրջագույն պատճառները, չի կարող գումար հատկացվել, որ ինչ-որ մի երկրում, թեկուզ եւ Եվրամիության անդամ Հայաստանի Հանրապետությունում լինի, բայց ոնց որ ասված ձենս լսի, դառնանք Եվրամիության անդամ,
հիբրիդային պատերազմի դեմ նարեն։ Ուրեմն կա այդ հիբրիդային պատերազմը եւ դրա համար դա կա շատ խորքային վերլուծություններով, կա հստակ ապացույցներով եւ այլն։ Եվ որպեսի պետությունը լինի լեգիտիմ, ում հետ իրենք կաշխատեն, առասարակ մենք էլ չէ, որ աշխատենք մի երկրի հետ, պիտի այդ պետությունը լեգիտիմություն ունենա։ Որպեսի լինի լեգիտիմ եւ նրան կարողանան ընկալել որպես գործընկեր, ոչ թե միայն Եվրամիության համար, առասարակ աշխարհում որպես պետություն, գործընկեր պետություն։ Բոլոր պետությունները իրար գործընկերներ են, անկախ իրենց մեջ եղած ճշնամական հարաբերություններից կամ ոչ ճշնամական հարաբերություններից։ Օրինակ ասենք Իշխան Սաղաթելյան, դու ու Հակոբ Արշակյանը գործընկերներ եք, չէ՞, բայց մեկը ԿՊ խմբակցությունից, մեկը դաշնակ։ Մեկը հեղափոխության զորն է, մեկը հեղափոխություն անողն է, բայց դուք գործընկերներ եք ազգային ժողովում։ Նույնը պետությունները միջազգային այս ամենատարբեր սեղանների շուրջ գործընկերներ են, անկախ իրենց հարաբերություններից։ Հիմա օրինակ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ուզեն թե չուզեն գործընկեր են, որովհետև նույն գործն են, պետությունների ղեկավար են եւ ունեն հարաբերություններ, կլինեն դրանք թշնամական թե բարեկամական բան։ Հիմի, որպեսի գործընկեր պետությունը լինի բավականաչափ լեգիտիմ, որովհետև հեռահար ծրագրեր, ընդհանուր աշխատանքներ եւ այլն, որպեսզի այդ ամեն ինչը չտուժվի, բնականաբար այդ պետության ներսի ընտրությունները պիտի տեղի ունենան նույնպես լեգիտիմ ձևով։ Հարցականի տակ չպիտի դրվեն։ Բայց քանի որ արտաքին ուժեր կան անկախ անուններից, թե որ երկրների կողմից, որոնք որ փորձ են անելու ազդել դրսից հիբրիդային ձևով, չգիտեմ, մեդիա տերորով եւ այլն եւ այլն եւ այլն, դրա դիմացը պետք է առնել։ Այսինքն նրանք, ովքեր ցանկանան Հայաստանի ներքաղաքական իրավիճակին անդրադառնալ, ազդել, դրա դիմացն է պետք է առնել։ Նրանք սրանով ոչ թե ազդում են ներքաղաքական վիճակին, այլ ճիշտ հակառակ, հանդիսանում են վահան ներքաղաքական վիճակին ազդելու ցանկությունների դիմաց։ Այսինքն թույլ են տալիս, որ ժողովուրդը պիտի որոշի։ Եվ այո, Եվրամիությանը շատ հետաքրքիր է, թե 26 թվականին մեր ժողովուրդը որը կորոշի։ Կարևորը, որ ընտրությունները անցնեն թափանցիկ բոլոր ստանդարտներին համապատասխան։ Որովհետև կան հազարումի ծրագրեր տարածաշրջանի հետ։ Մատ չտեսնեն, աշխատում են թե ոչ։ Ինչ կորոշի ժողովուրդը դա է։ Եվ դուք սրանով ցույց եք տալիս, որ ինքներդ հանդիսանում եք գործիք արտաքին ուժերի կողմից ներդրված, որոնք որ ներքաղաքական իրավիճակի վրա փորձելու են ազդել ամենատարբեր ձև։ Օրինակ, հիբրիդային պատերազմներից մեկը կարող է լինել ընտրություններից առաջ Իշխան Սաղաթելյան, ընտրություններից առաջ սահմանային կրակոցներն ու լարվածությունները կարող են լինել։ Եղել են նման դեպքեր, եղել են։ Կարող են կրկնվել։ Դա հիբրիդային պատերազմի օրինակ միջուղն է։ Դու դեմ ես, որ դրա դեմն առնծվի։ Ասենք թե թույլ չտվեցվի, որ նման ձևով փորձեն ազդել ներքաղաքական խոսույթի, քարոզարշավի տրամադրությունների վրա։ Դեմ ես, ես ճիշտ եմ հասկանում, որ դեմ ես։ Կամ կարող է Ռուսաստանը ստեղ դեսանտ իջացնի, ասենք մի 5000 հոգի, ու տենց բան, ընդեղի իբր հայերից, ովքեր կգան, իրենց միլիարդներով կփորձեն ինչ-որ բաներ գեներացնել։ Դու ցանկանում ես դա։ Իհարկե ցանկանում ես։ Ես գիտեմ, որ դուք ցանկանում եք։ Հենց դրա համար էլ ի պաշտպանություն այդ ամեն ինչի խոսում եք։ Դրանով ձեր տեղը վառելով, էլի։ Չգիտեմ, եթե դուք հիշում եք, ձեր կեղտոտ հակահայկական, հակապետական պահվածքի համար եւ հասարակության մեջ ատելություն սերմանելու, հասարակությանը հայհոյելու, վիրավորելու համար ես ձեզ ասել եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես այս 5 տարիներին անելու եմ ամեն բան, որպեսզի դուք 26 թվականին ոչ մի
կերպ չունենաք հնարավորություն հայտնվելու ազգային ժողովում։ Ես կարծում եմ այդ 5 տարին ես իմ մասով որպես հասարակ քաղաքացի արել եմ մաքսիմումը։ Ու էլի դեռ շարունակելու եմ անել։ Դա իմ գերխնդիրն ու գերնպատակն է։ Ձեր նման հակահայկական երևույթներ չպիտի գոյություն ունենան ազգային ժողովում։ Սա մեր ազգային ժողովը մեր ազգի դեմքն է, կերպարն է, իր բոլոր հակասություններով, ընդհանրություններով եւ այլն։ Եվ դուք այդտեղ տեղ չունեք։ Դուք գնացեք Սարխանի կողքը ծվարեք։ Լավ։ Բայց այնուամենայնիվ խոսույթների ձևակերպումներում այս մարդիկ չեն դադարում կամ սրանց սատելիտները, այն երկրորդ, երրորդ պլանի դերասանները չեն դադարում ձևակերպումները այնպես անել, որպեսզի որ արդարացի լինի։ Օրինակ, աչքովս ընկավ ներողություն, որ պիտի էլի անդրադառնամ, բայց սա օրինակի համար եմ անդրադառնում։ Հավատացեք, այս անազգանունները ինձ աճելի չի տալը կամ ինձ համար այնպեսի մի նշանակություն չունեն, որ ես սենց տալիս ու կարևորում եմ նրանց, չէ, բայց այդ մոտեցումը առկա է դաշտում եւ ես չեմ կարող չանդրադառնալ։ Եվ որպեսզի չստացվի ինքնագործունեություն, բնականաբար տալիս եմ տվյալ մարդու անունը, թե ով է այս ինչ ամեն ինչ բանը տարածը։ Նաիրի Հոխիկյան Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեց Երևանաբնակ մի ընտանիք, որի կերակրող հայրը պատերազմի ժամանակ ծանր վիրավորվել է իշխանասարում եւ հիմա չունի ֆինանսական հնարավորություններ նույնիսկ էլեկտրաէներգիայի կամ գազի ծախսերի համար։ Տանական փոքր երեխաներ, բայց հեծը հաշվի չի առնում ոչ անչափահասների, ոչ էլ վիրավոր ազատամարտիկի գործոնը եւ անջատում է հոսանքը վճարված գումարի համար։ Ընտանիքը խնդրում է բարի մարդկանց օգնությունը գոնե կոմունալ ծախսերը հոգալու համար եւ ընտանիքի հետ կապ հաստատելու համար հեռախոսը համար է նշված։ Ասեմ, ինձ համար շատ ծանր է սա ընկալել, ես չգիտեմ, եթե կարողանամ օգտակար լինել կլինեմ, բայց այո, նման ընտանիքներ ցավոք Հայաստանում կան ու շատ են, եւ գիտեք ինչ, այստեղ ձևակերպումն է ինձ նյարդայնացնում։ Տանը փոքր երեխաներ կան, բայց հեծը հաշվի չի առնում ոչ անչափահասների, ոչ էլ վիրավոր ազատամարտիկի գործոնը եւ անջատում է հոսանքը չվճարված գումարի համար։ Նաիրի Հոխիկյանին ես ասեմ հետեւյալը. լսիր վուրթի։ Հեծը միշտ հաշվի չի առել դա, որովհետեւ իրավական այնտես փաստաթղթեր, որ այ այսինչ ընտանիքները զեղչով են օգտվում, այսինչ ընտանիքները ընդհանրապես չպիտի մուծեն եւ այլն, նման գործընթաց չկա։ Հոսանքը անջատվում է ավտոմատ եւ միանում է ավտոմատ։ Ոնց որ դու տեղյակ չես։ Ես հասկանում եմ, որ դու ձեռի հետ ցանկացել ես այսօրվա կառավարչին բշտել։ Իսկ կներես, այդ ընտանիքը մինչև բանը Ռոմանոս Պետրոսյանի նշանակվել է։ Այդ ընտանիքը ունեցել է հոսանքի գումար եւ երբ որ չի մուծել, չի անջատվել հոսանքը։ Ինչի՞ ես դա դու մեջ բերում, ինչ ես կեղտոտությամբ դա անում։ Ինչի համար, ինչ ես մարդկանց սրտին կպնելու, դու լավ բան ես ուզեցել անել։ Մարդուն օգնել, ով որ չի կարողանում գումարը վճարել եւ այո, կոչ անել, եթե կան մարդիկ օգտակար լինեն։ Լավ, հազիվ կյանքիդ մեջ մի հատ լավ բան ես որոշել անես։ Այնել այսպես հարամ ես արել։ Ինչի համար, ո՞րն է նպատակը։ Ինչի ես շահագործում դա։ Ինչի ես այդ ընտանիքի ծանր վիճակը շահագործում որոշակի դիվիդենդ կողքից առաջ գցելու համար։ Ինչի համար։ Դուք ինչից եք էլի վաբշե։ Հազարավոր ընտանիքներ են դիմում, հազարավոր հարցերով։ Ինքը սիրտս կանգնում է, որ ես չունեմ այդ ֆինանսական միջոցները օգտակար լինելու այս կամ այն մարդուն։ Եվ ովքեր որ իրապես ունեն դրա կարիքը ու իսկապես իրենց մոտ ինչ որ բան չի ստացվում կամ եւ այլն, բարդ է վիճակը։ Բայց արժի այդ պարագայում երկրորդ, երրորդ անձանց կամ բաներին գցել, չգիտեմ ինչերի մեջ ու այդտեղից փորձել բան պլոկել։ Ես այն ում տները գնացել եմ նույն ազատամարտիկներից, նույն զինվորներից վիրավոր եւ հաշմանդամ, որևիցե մեկի տանը քաղաքական մի բառ չեմ ասել, անգամ չեմ էլ հետաքրքրվել իրենք ինչ հայացքներ ունեն կամ չունեն։
Լուր ես իմ բանը արել եկել եմ։ Այս մարդուց ուղարկածը տարել եմ այնտեղ, այն մարդուց այնտեղ շատ դեպքերում համարները տվել եմ, ասել եմ եկեք ես դուրս գամ, դուք իրար հետ կապվեք։ Որևիցե մի բառ չեմ խոսել։ Որևիցե մի բառ։ Դուք ես ինչ եք այ մարդ։ Մարդուն մի փոքրիկ լավություն պիտի փորձեք անել, անպայման նրա մեջ մի հատ էլ ատելություն եք նստացնում ինչ որ մարդկանց հանդեպ։ Ինչու։ Օրինակ երեք մի շատ լավ կին։ Ես ուղղակի ազդված եմ այդ կնոջից։ Ով ունեցել է մի տղա, ով զոհվել է 44 օրյային, կամավոր է եղել։ 4 օր է մասնակցել կռվին ու զոհվել է։ Մի քանի վայեն կամատներով փորձել է գնալ, մի կերպ գնացել է ու մի քանի օրից զոհվել։ Եռաբլուրում է։ Կա որոշակի փոքրիկ խնդիր։ Երեք եկել էր ու այնքան համեստ էր իրան պահում, այնքան բնական։ Ու ես ուղղակի ցնցված էի։ Փորձելու ենք այդ հարցին լուծում տալ։ Մի պա նկար ուզեց ցույց տա, որ քաղաքական երևի ինչ որ բան ինձ ցույց տալու համար ես չցանկացա նայեմ անգամ։ Որովհետև դա պետք չի։ Այս պարագայում պետք չի կարելի։ Ես ինչ եք անում։ Կխոսենք, նմանատիպ բարոյական արժեքներից նույնպես կխոսենք առաջիկայում։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։